Անցած գիշեր հենց իմ մեջքի հետևում գտնվող տանիքին եւ դարպասներին է քարերով հարվածել Մալիշկայի անհայտ դիմակավորը, որն արդեն 10 օրից ավելի է ահաբեկում է գյուղի ժողովրդին։ Առավոտյան երեկոյան։ Սարսափ ֆիլմի հերոսներ են դարձել Մալիշկայի բնակիչները։ Հենց մութն ընկնում է, ինչ որ մեկը անակնկալ հյուր է գալիս գյուղացիներին։ Քարեր շպրտում տների ուղությամբ։ Վախից вообще դուրս չեն գալիս։ Ահու սարսափ։ Բնակիչները լեղաճակ են լինում դռների ու պատուհանների կրկտոցներից։ Վախից պատկերացրու, որ շունը բերում ենք հայատն են կապում, որ վնաս չտա մեզ։ Ուրբաթ երեկոյան Տիկին Գայանեի տունն է եղել ահաբեկչի թիրախում։ Ձենն ենք լսել, ուժեղ հարվածելու ձենը լսել ենք, դուրս ենք եկել դուրս։ Ասում են քարերով էլ քարերել նետում։ Մի քանի օր առաջ էլ ես դուրս եկամ, որ հելնեիմ դուրս առավոտը շուտ, մեր հայաթի տերևները խաղողի պոկել էր, լցրել էր հայաթը։ Մալիշկացիների խոսքով գյուղացիների վախը բռնած նինջան մի օր վերևի թաղերի տների բնակիչներին է ահաբեկում, հաջորդ օրը ներքևի։ Մոտ 4,500 բնակիչ ունեցող գյուղում չգիտեն, վաղը ում տունը կընտրի դիմակավորը։ Մալիշկայի ամբողջ հասարակությունը հելնում են, ման են գալիս, մի պահ տենում են, հետո չքանում է, հիմա չգիտեմ, այդ ուրվականա, չգիտեմ ինչա։ Ով է այդ Անոր Սալիջոն։ Մալիշկացիները պատմում են, որ չարագործը հարևան գյուղերից է սկսել իր սև գործը։ Այս կադրերը 1,5 ամիս առաջ ֆիքսել է Մալիշկայի հարևան Գետափի տներից մեկի տեսախցիկը։ Երևում է, ինչպես է դեմքը ծածկած մի մարդ, հավանաբար փորձել մտնել տուն, վախեցնել մարդկանց։ Գետափում, Արտավանում, մեկ էլ Ակարագաձորում։ Մենք իհարկե տենց ենք։ Բայց լսել ենք մենք, բայց մեր գյուղը 10 օր ահավոր վիճակը։ Այսօր 10 օր այդ նույն վիճակն է։ Իրիկունները Անգամ ցերեկները վախենում ենք, որ երեխեքին դուրս անենք այա։ Շաբաթ երեկոյան էլ Տիկին Գոհարի տուն է հյուր գնացել ամբողջ գյուղի ահու սարսափ դարձած մարդը։ Հարևանի դարպասին խփին 2-6 րոպեեր այդ պահին հարսս նայեց ժամը։ Հելանք հելը մարդ չկար։ Այն ժեշտը որ կա, այն տարածքում մի հոգի կանգնած էր, արդեն վախեցանք, մտանք տները, նորից դուրս եկանք, էլ չկար, արդեն զանգինք հարևանի տղային, իր անգերներով եկան, սենց մանեկան։ Տղամարդիկ չկային տան այդ ժամանակ։ Թաղը այդ պահին չկային։ Մտածել են տանջակատին տեղադրված տեսախցիկը ֆիքսած կլինի ուրվականի դեմքը, բայց այստեղ էլ բախտները չի բերել։ Ինտերնետը այդ պահին անջատվավ, մկը ոնց էլա որ անջատվավ, այդ չգիտեմ։ Ինտերնետը անջատվավ, կապը ցույց տվեց։ Հարսի ու թորների հետ է եղել տանը, դարպասի դղրդոցը լսել, քարացել են։ Երեխաներին արդեն չեն թողնում բակից մի քանի մետր հեռու գնալ։ Այսօր երկոր արդեն այս լույսը դրսի լույսը չենք անջատում, որ գոնե լույսի տակ չգա։ Չափազանց արագաշարժ է դիմակավորը։ Մալիշկայում պատմում են, որ գյուղի ջահելները մի քանի անգամ են փորձել դարանակալել, բռնել նրան, բայց տղամարդուն ամեն անգամ հաջողվել է սպրդել։ Ասում ես, ախ ես սպորտսմեն չի ունի, ոնց չեն կարողացել բռնել։ Այնպես մարդիկ են գնացել ընկերը թե որ դրանք պետք է բռնեին։ Ես չեմ հասկանում։ Արագավազ է, հա։ Հա, շատ։ Ասում եմ դպրոցի ֆուտբոլի զաբորը ահագին մեծ բարձրություն ունի։ Դրա վրա թռելա ուդեմ բարձր սարա։ Անդերից էլա թռել իջե գնացը։ Էս что такое? Չեմ մանում։ Ներքին գործերի նախարարությունից հայլուրին հայտնեցին, որ միջոցառումներ են ձեռնարկում Մալիշկայի բնակիչներին ահաբեկողին հայտնաբերելու համար։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։